Շնորհակալություն։ Պարոն Բատկյան, ձեր կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական խնդիրները որոնք են Հայաստանում։ Կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրները Հայաստանում շատ են։ Ես փորձեմ համապարփակ ներկայացնել իմ դիտարկումը դրա վերաբերյալ եւ իմ անձնական օրինակը կոռուպցիայի վնասների եւ կոռուպցիային արտահայտելու օգուտների վերաբերյալ։ Ես արդեն իմ կենսագիտությունից բոլորդ տեսակ, որ ունեմ մոտավորապես 30 տարվա մասնագիտական ստաժ, որից բավականին երկար ժամանակ աշխատել եմ որպես քննիչ եւ դատախազ։ Այն, որ կոռուպցիան չարիք է եւ կործանարը պետության համար անվիճելի եւ քննարկելու կարիք չկա։ Կոռուպցիայի կործանար դերի մասին միտեղ կարդացել եմ, որ կոռուպցիան իր գագաթնակետում, զարգացման գագաթնակետում կարող է նույնիսկ պատճառ դառնալ կամ վերացնել մարդու կենսական ամենակարևոր հիմքը հույսը։ Իսկ ինչպես հայտնի է, մարդու ամենակարևոր, ամենաբաղձալի եւ վերջին այդ կենսական հիմքը մնում է հույսը։ Եթե հույսը վերանում է, բնականաբար ոչ մի զարգացման մասին չի կարելի խոսել։ Ես վերջին տարիներին որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելով այդ ամեն ինչի կիզակետում, ինձ վրա եմ զգացել մոտավորապես մի քանի տարի առաջ կոռուպցիայի դեմ սկսված ուրեմն պայքարի արդյունքները եւ կփորձեմ իմ դիտարկումը ներկայացնել եւ դրա վկայություն ներկայացնել եւ ինձ վրա զգացած ուրեմն այդ փաստարկը։ Սրանից մոտավորապես 10-15 տարի առաջ, երբ որ ես դեռ փաստաբանությամբ չէի զբաղվում եւ գտնվում եմ մեղադրանքի կողմում, փաստաբանական ինստիտուտը, փաստաբանական համայնքի զարգացման տեմպերը այդքան էլ շատ չէին, աննշան էին եւ դա կարող են հավաստել իմ փաստաբան գործընկերները, նաեւ քննիչ եւ դատախազ աշխատած գործընկերները։ Ու իմ կարծիքով դրա պատճառը կոռուպցիայի տարածվածությունն էր։ Սակայն վերջին տարիներին կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարի արդյունքում մարդիկ որոշեցին այլ ընտրանք չունենալով իրենց պաշտպանությունը փնտրել ոչ թե իրավապահ մարմնի համակարգում, ինչպես նախկինում էր շատ դեպքերում կատարվում, այլ այդ հարցը վստահեցին, ապավինեցին պրոֆեսիոնալ իրավապահ փաստաբաններին, ինչի արդյունքում մենք կարող ենք այսօր արձանագրել, որ փաստաբանական ինստիտուտը եւ փաստաբանական համայնքը Հայաստանի Հանրապետությունում զարգացած է եւ մենք ունենք ուժեղ հզոր զարգացած փաստաբանական համայնք։ Այդ մի փաստարկը ինձ վրա զգալով ես կներկայացնեմ այդ դիտարկումը։ Ճիշտ ասած, պարոն Հովհաննիսյան, հարցը ոնց որ թե երկու մասից էր բաղկացած, եթե հիշեցնեք շարունակեմ։ Չէ, մի մասից էր։ Ես կարող եմ շարունակել այդ հարցի քննարկումը, որովհետև իրականում համարում եմ, որ կոռուպցիան իրականում չարիք է, բայց նաև ունեն մեծ համոզվածություն, որ անընդհատ աշխատելու եւ դրա դեմ պայքարելու շնորհիվ հնարավոր է դա արմատախիլ անել։ Իհարկե աշխարհում երևի թե մեկ պետություն կա, որ արմատախիլ արված չի, ամբողջությամբ վերացված չի, դա իմ տեղեկություններով, իմ ստացած տեղեկություններով Դանիան է, որտեղ կոռուպցիային ըստ տոկոսային արտահայտությամբ արտարվել է մոտ 95%։ Սակայն մենք դեռևս բավականին մեծ անելիք ունենք կոռուպցիայի դեմ պայքարում, որովհետև կոռուպցիան գտնվում է բազմաթիվ ուրեմն հասարակության շերտերում, այն կրում է սոցիալական բնույթ եւ պայքարելու համար անհրաժեշտ են լուրջ ռազմավարություններ եւ լուրջ միջոցառումներ։ Օրինակ, պետության կողմից սահմանված ռազմավարությունը կոռուպցիայի դեմ պայքարին, սահմանված սկզբունքները, զրոյական անդուրժողականությունը, քաղաքացիական հասարակության ներգրավումը եւ մնացած այլ սկզբունքները իրոք կարող են կամքի, անհրաժեշտ կամքի եւ ցանկության դեպքում վերել ամբողջությամբ արտահայտելը արդեն նշեցի, որ հնարավոր չէ, որովհետեւ կոռուպցիան գտնվում է մարդկային զարգացման դեռևս ամենահին ժամանակներից այդ ակունքներում են գտնվում, բայց գոնե դարձնել նվազագույն, ես կարծում եմ, որ ակտիվ եւ ուժեղ պայքարի շնորհիվ հնարավոր է հասնել այդ արդյունքին։ Ես մի այսպիսի տեսլական եմ մշակել, որը հիմնված է նաեւ աշխարհի շատ զարգացած երկրներում կոռուպցիան արտահայտած պետությունների մշակած տեսլականի վրա։ Կարծում եմ հետևյալ կերպ պետք է կոռուպցիային վերաբերվել, որ կոռուպցիան
դա ակնհայտ չարիք է, այն պետք է հավասարեցնել պետական դավաճանության, որը կարելի է հաղթահարել միայն աննկուն, աննվաճ եւ համառ պայքարի շնորհիվ։ Եթե կոռուպցիայի դեմ պայքարում լինեն չլինեն ավելի ճիշտ վստահություն, կամքի բացակայություն, հետեւաբար այդ պայքարը պսակվելու անհաջողությամբ։ Կարծում եմ այսքանը։